Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 8։ Այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե իմաստուններին, եւ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե զորավորներին։ Առաջին Կորինթացիս 1:27 խոսք։ Սխալ է կարծել, թե յուրաքանչյուր ոք, ով Քրիստոսի մեջ է, գիտի նաև, որ Քրիստոսն իր մեջ է։ Շատերն իսկապես շնորհքով նորոգված են եւ հավիտենական կյանքի նկատմամբ ճշմարիտ իրավունք ունեն, սակայն այդ մասին չեն գիտակցում, մինչեւ որ հետագայում դա նրանց համար պարզ ու հաստատուն չդառնա։ Այս բաները գրվեցին հավատացյալներին, որպեսզի նրանք իմանան, որ հավիտենական կյանքի նկատմամբ ճշմարիտ իրավունք ունեն, այսինքն որպեսզի նրանք համոզվեն, որ իրենք իսկապես հավատացյալներ են։ Սա նշանակում է, որ մինչ այդ նրանք այդ համոզվածությունը չունեին։ Սխալ է նաև կարծել, թե բոլոր նրանք, ովքեր գիտակցում են իրենց մասնակցությունը Քրիստոսին, հասնում են նույն աստիճանի վստահության։ Մեկը կարող է ասել. համոզված եմ, որ ոչ ներկան, ոչ էլ գալիքը չեն կարող ինձ բաժանել Աստծո սիրուց, իսկ մյուսը հասնում է միայն այսքանին. հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը։ Սխալ է կարծել, թե յուրաքանչյուր ոք, ով ձեռք է բերում իր Քրիստոսին պատկանելու վերաբերյալ ամուր համոզվածություն, միշտ պահպանում է այդ վստահությունը։ Ով այսօր կարող է Տիրոջ մասին ասել. նա իմ ապավենն է եւ իմ բաժինն է, մեկ այլ ժամանակ կարող է ասել. ես կտրված եմ նրանից, եւ հարցնել. միթե Աստծո խոստման ճշմարտությունը հավիտյան խափանվեց։ Սխալ է նաև կարծել, թե յուրաքանչյուր ոք, ով լավ գիտակցում է իր շնորհով նորոգված վիճակը, կարող է ձևականորեն պատասխանել իրեն հակառակ ուղղված բոլոր առարկություններին։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նա կարող է ամուր մնալ իր համոզման մեջ եւ ասել. գիտեմ, թե ում եմ հավատացել։ 2 Տիմոթեոս 1:12 խոսք։ Քրիստոնեական հավատքի հիմնարար ճշմարտություններից քչերն են այնպիսին, որոնց վերաբերյալ շատ մարդիկ այնքան հաստատ համոզված լինեն, որ կարողանան դրանք պաշտոնապես եւ համակարգված կերպով պաշտպանել դրանց դեմ բերվող բոլոր փաստարկների դեմ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք շարունակում են հաստատապես եւ իրավացիորեն կառչած մնալ այդ ճշմարտությունների եզրակացությանը։